Թրամփ-Մասկ մեղրամիսը սպասվածից շուտ է ավարտվել։ Սև կատու է անցել նահանգների ղեկավարի եւ աշխարհի ամենահարուստ գործարարի միջև։ Մասկը, որ Թրամփի ամենաակտիվ աջակիցներից էր եւ քարոզարշավի հովանավորներից, հիմա ԱՄՆ նախագահի ամենակոշտ քննադատն է։ Մասկի X-ի էջը ողողված է Թրամփին քննադատող գրառումներով։ Ժամանակը չէ արդեն ստեղծել նոր քաղաքական կուսակցություն Ամերիկայում, որը կներկայացնի ամերիկացիների 80%-ին, միջին խավին։ Այս գրառմամբ փաստացի Մասկը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ում գործող քաղաքական համակարգը։ Թրամփի դեմ այս հարձակումը Մասկը սկսել է նրա հարկային նախագծի ընդունումից հետո։ Կներեք, բայց էլ չեմ դիմանում, քաղաքական թալանով լցված այս հսկայական օրինագիծը գարշելի աղավաղում է, ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին։ Մասկի սուր քննադատությունից հետո Թրամփը հայտարարել է, որքան հիասթափված է Մասկից։ Իլոնն այս օրինագծի մանրամասներն այստեղ նստածներից էլ լավ գիտեր։ Նա ամեն ինչ գիտեր, բայց հանկարծ այդտեղ խնդիր նկատեց։ Նա այդ մասին սկսեց խոսել միայն այն ժամանակ, երբ մենք հայտնեցինք, որ ստիպված ենք լինելու որոշ չափով չեղարկել էլեկտրամեքենաների պահանջը, քանի որ դա միլիարդավոր դոլարներ է նստում բյուջեի վրա։ Ես իսկապես շատ հիասթափված եմ Իլոնից, որովհետև նրան շատ եմ օգնել։ Նա անձամբ իմ մասին վատ բան չի ասել, բայց վստահ եմ, որ դեռ կասի։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Մասկը հակադարձել է Թրամփին, X-ում գրել է, որ Թրամփը ստել է, թե ինքը նախապես իմացել է օրինագծի մասին։ Անձնական վիրավորանքների դաշտ է մտցրել հեռակաբանավեճը, Թրամփին մեղադրելով մանկապղծության համար, հետո ասելով, թե Թրամփը առանց իրեն կպարտվեր ընտրություններում։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։